Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Elroom-ը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, որովհետև իրականում ես երկու գաղափարի մեջ իսկապես շատ ներդաշնակություն ու շատ կարևոր առանձնահատկություններ կան։ Գիտեք, մենք on-line հարթակում փորձում ենք գտնել, փորձում ենք հաղորդել տեղեկատվության մեծ չափաբաժին, հասկանալ, որ խնդրի լուծման համար ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, եւ երկրորդը, որը շատ կարևոր է, հաճախ մենք ավելի ենք կարևորում, ինչպես կարելի է գտնել պրոֆեսիոնալ մարդու, ով նաև իր տեսակով մոտիվացնող է։ Անընդհատ մենք նշում ենք, որ երեխաների հետ կապված առհասարակ մարդու ձևավորման մեջ ամենակարևորը հենց նախադպրոցական տարիքն է։ Սրա հետ զուգահեռ պիտի հասկանանք, որ այս տարիքում երեխային ճիշտ մարդկանց շրջապատում, ճիշտ մասնագետին վստահելը կարելի է ասել երաշխավորում է, որ երեխան տարիներ անց հնարավորություն կունենա իրականում ինքնուրույն որոշումներ կայացնել, դժվարությունները հաղթահարել, ժպիտով նայել դժվարություններին ու անցնել առաջ։ Ամեն ինչ գալիս է մարդուց, ինչքան էլ ժամանակները ու մասնագիտական տարբեր ուղղություններ զարգանան, միևնույնն է, գալիս է իրականում ներսից։ Մարդը պիտի կարողանա ինքն իր տեսակով այդպիսին լինել, իրավիճակն իր ձեռքում պահող, ինչպես ասում են, որպեսզի այդ հիմքի վրա հետո կարողանա մասնագիտական որոշակի լրացումներով հասնել հաղթանակի։ Ինձ համար միշտ հաճելի է լինում, երբ մենք հնարավորություն ենք ունենում զրուցել հետաքրքիր ու պրոֆեսիոնալ կանանց հետ օվկիանոսից այն կողմ, որովհետև գիտեք մի բան է, երբ դու ընտրում ես մասնագիտություն ու հստակ քայլերով կարողանում առաջ գնալ, մի ուրիշ բան է, երբ դու հայտնվում ես օվկիանոսից այն կողմ, ուրիշ միջավայրում, դու հասկանում ես, որ նոր մի ասպարեզ պիտի կարողանաս քոնը դարձնել եւ կարողանում ես այստեղ այնքան սեր դնել, որ այդ բարությունն ու սերը տարածում ես ոչ միայն օգնում է ոչ միայն քեզ, այլև քեզ շրջապատող մարդկանց։ Այս պահին ուզում եմ նաև ձեր անունից սիրով Elroom-ում ողջունել Megis Child Care-ի հիմնադիր տնօրեն, մանկավարժ, միջազգայնագետ Մարգարիտ Զաքևոսյանին։ Մարգարիտ, ես շատ ուրախ եմ։ Իրականում ինձ շատ հաճելի էր հանդիպել ձեզ, նախնական մեր փոքրիկ զրույցի ժամանակ իսկապես շատ մեծ տպավորություն գործեցիք, լավ է տրամադրությունը։ Լավ է, շնորհակալ եմ, բարև ձեզ։ Ձեր թույլտվությամբ ուզում եմ ամենասկզբից սկսենք, դուք Գլաձոր համալսարանն եք ավարտել, միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն։ Նախ շնորհակալություն ձեր հաղորդման հյուրը լինելու համար։ Ես սովորել եմ Գլաձոր համալսարանի միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն ֆակուլտետում, աշխատել եմ այն նույն դպրոցում, որտեղ ես սովորել եմ, Ուսալարի Ֆրանց Վերֆելի անվան դպրոցում, կարճ ժամանակ դասավանդել եմ անգլերեն լեզու եւ 7 տարի եղել եմ հայոց պատմության եւ նորագույն շրջանի պատմության ուսուցչուհի։ Լինում են մարդկանց կյանքում այսպիսի պահեր, երբ մտածում են, որ մասնագիտությունը ճիշտ չեն ընտրել, բայց ձեր բոլոր հաջորդ քայլերը ըստ էության այսպես հետաքրքիր հիմք են հանդիսացել հաջորդ հաղթանակների համար։ Սիրել եք այս մասնագիտությունը միշտ։ Իսկապես շատ սիրում եմ ես մասնագիտությունը եւ ինձ մոտ շատ հեշտ էր ստացվում օտար լեզուն էլ սովորել եմ եւ նույն ժամանակ շատ էի սիրում պատմություն առարկան եւ Գլաձոր համալսարանի մասին դեռ վաղուց էի լսել ինձ համար շատ կարեւոր էր սովորել միջազգային հարաբերություններ ֆակուլտետում ես իրականացրեցի իմ երազանքը եւ Այսինքն դա այն բուհն էր, որ մենք փայլուն գիտելիքներ ստացանք շնորհիվ մեր փայլուն Գլաձորում դասավանդող դասախոսական կազմի։ Այսինքն երբ որ ես եկա Միացյալ Նահանգներ, ունեի անգլերեն լեզվի մեծ պաշար, այսինքն ես Միացյալ Նահանգներում լինելով արդեն շատ քիչ անգլերենի դասեր եմ վերցրել, այսինքն մասնագիտական մի քանի դաս, որպես օտար լեզու ես այստեղ ոչ մի դաս չեմ վերցրել։
դուք մարդկանց հետ հարաբերություններում միշտ կարողացել եք այդ ինչ-որ մի եզր գտնել, այսինքն ձեր մասին այստեղ էլ ձեր շրջապատում նշում են, որ բոլոր իրավիճակներում ու բոլոր մարդկանց հետ ընդհանուր ինչ-որ գիծ կարողանում եք գտնել, Մարգարիտա, սա երևի հետո ավելի զարգացել է այս մասնագիտության հետ կապված։ Այո, այդպես է, բանակցելու արվեստը ինձ մոտ շատ լավ ստացվում է, շատ հեշտ է ստացվում, ի շնորհիվ այն փայլուն կրթության, որ ես ստացել եմ, իսկապես պիտի շեշտեմ, որ մենք փայլուն կրթություն ենք ստացել, որովհետև Գլաձորում կային փայլուն դասախոսներ, եւ դա ինձ շատ օգնեց առավել եւս Միացյալ Նահանգներում, երբ շփվում ես օտարազգերի հետ, մեր գործի բերումով նաև։ Մարգարիտ, ուզում եմ գալ այս շատ կարևոր կետին, որովհետև այս մասնագիտությունը այսքան սիրելով, այսքան փաստորեն նաև օգտագործելով, բայց 2009-ին, երբ դուք տեղափոխվեցիք արդեն Միացյալ Նահանգներ, ես հասկանում եմ, որ մյուս ձեր մասնագիտությունը նորից շատ սիրելով եք ընտրել։ Քանի որ շատ էի սիրում իմ մասնագիտությունը եւ գալով Միացյալ Նահանգներ, փնտրտուքների մեջ էի, որ պիտի ելնելով իմ մասնագիտությունից պիտի աշխատեմ կամ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանությունում կամ ներգաղթի կոմիտեում, այդպես էի որոշել, բայց քանի որ արդեն բալիկս ծնվել էր, ուստի մտածում էի այնպիսի մի աշխատանք պիտի կարողանամ անել, որտեղ կհամադրեմ եւ աշխատանքը եւ երեխայիս մեծացնելը եւ այս ճակատագրական հանդիպումը դեռ 2009 թվականին էր, մի քանի ամիս էր, որ նոր էի եկել Միացյալ Նահանգներ, Նորթ Հոլիվուդում գտնվող եկեղեցիներից մեկում հանդիպեցի Մաշտոց քոլեջի տնօրեն լուսահոգի Կարպիս Տեր-Եղիայանին, մեր կարճատև զրույցի ընթացքում նա մի փոքր տեղեկություն տվեց, որ իր քոլեջում կարճ ժամանակում կարելի է սովորել նախադպրոցական տարիքի երեխաների կրթություն եւ որից հետո կարելի է հիմնել սեփական ընտանեկան մանկապարտեզը։ Գաղափարը ինձ շատ դուր եկավ, այսինքն սա այն էր, ինչը որ ես փնտրում էի, որ կարող եմ իմ տանը ունենալ սեփական մանկապարտեզ եւ միևնույն ժամանակ հոգատարել իմ սեփական բալիկներին։ Սակայն ես մասնից քոլեջի սովորելուց անմիջապես հետո բացեցի իմ մանկապարտեզը, քանի որ մի շատ առաջարկներ ստացա։ Ինձ հրավիրեցին աշխատելու դարձյալ Մայրամյան դպրոցում, հետո նաև սա հայկական մասնավոր process scholars Armenian School of Art։ Դրանից հետո նորից պատրաստվում էի հիմնելու իմ մանկապարտեզը, հարցազրույցով անցա ամերիկյան մանկապարտեզների ցանց կա, Head Start մանկապարտեզ է կոչվում։ Ես ընտրվեցի աշխատանքի 5 տարեկան բալիկների էի աշխատում եւ դրանից հետո արդեն 2016 թվականին որոշեցի, որ այլևս ժամանակն է, որ ես իմ մանկապարտեզը ունենամ։ Կյանքում ոչինչ պատահական չի լինում, որովհետև դուք այ ընտանեկան մանկապարտեզի մոդելը փաստորեն բոլոր կողմերից գիտեք եւ ձեր դեպքում այստեղ շատ պրոֆեսիոնալ հիմքի վրա է դրված, այսինքն միայն մեծ սերը բավարար չէ, այստեղ նաև այդ գիտելիքները եւ ես գիտեմ, մենք այս մասին կխոսենք, որ հեղինակային մեթոդ է մշակված նաև եւ ամերիկյան եւ հայկական նախակրթարանների այս մոդելների միաձուլմամբ, ձեր թույլտվությամբ այս մասին մենք կխոսենք, սիրելի հետևորդներ,
Դուք տեսնում եք հեռախոսահամարը, հասցեն, վստահ եմ, որ այս տարածքում նահանգներում մեր հայրենակիցները, ոչ միայն նրանք, բայց հատկապես մեր հայրենակիցները գիտեն, Maggie's Child Care-ի մասին նոր չէ, որ պիտի, ինչպես ասում են, տեղեկանանք, բայց միշտ կարևոր է հասկանալ, հա, երբ ընտրում ես այն վայրը, որտեղ պիտի վստահես, ում պիտի վստահես քո երեխային, միշտ կարևոր է հասկանալ, ինչ արդյունք ենք մենք ակնկալում։ Գիտեք, շատ վստահելի կարող են լինել մեր հարազատները, որոնց մոտ ուղակի թողնում ենք մեր երեխաներին, բայց Maggie's Child Care-ը այս առումով երկու հիմնական ու կարևոր խնդիր է լուծում, բնականաբար խնամքի եւ երկրորդը ոչ միայն կրթության, այն ինչ որ պետք է չափորոշիչներով տրվի, այլ դուք գիտեք, որ մինչեւ 7 տարեկան երեխաները հատկապես այս տարիքում իրենք տեսնելով աչքերով են շատ բան վերցնում ու դուք տեսնում եք հրաշալի պրոֆեսիոնալ մասնագետի Մարգարիտ Զաքևոսյանին եւ արդեն կարելի է պատկերացնել, որ երբ ամենօրյա շփումը լինի այսպիսի հետաքրքիր տարբերվող ու ինտելեկտուալ տիկնոջ հետ, ինչքան հզոր պաշար նաեւ իրենց հետ պիտի կարողանան տանել երեխաները, մենք հիմա մանրամասն պիտի խնդրեմ Մարգարիտին մի քիչ ավելի մանրամասն անդրադառնանք փաստորեն Maggie's Child Care-ին 2016-ին բացեց իր դռները եւ այստեղ արդեն երկու մեթոդ հենց սկզբից տարբերվում էր մյուսներից Մարգարիտ։ Այո, մանկապարտեզը տարբերվում է նրանով, որ մեր ծրագիրը, մեր դասավանդումը կատարվում է երկլեզու ծրագրով, ինչու է տարբերվում, որով շատ մանկապարտեզներում դասավանդվում է անգլերենը որպես օտար լեզու։ Մեզ մոտ երկլեզու ծրագիր է, մենք այդպես հաստատված ենք մի շարք ծրագրերի կողմից։ Մենք աշխատում ենք Quality Start Los Angeles ծրագրի հետ, որը որ աշխատում է դպրոց մանկապարտեզների հետ Կալիֆոռնիայում, ծրագրի որակը բարձրացնելու համար։ Մենք իհարկե երբ որ դիմեցինք իրենց, այսինքն ունենք այնքան փորձառություն, որ բոլորովին համապատասխանում ենք իրենց նշված բոլոր պայմաններին։ Այսօր իրենց ներկայացուցիչները հաճախակի լինում են մեզ մոտ, մեր դասապատրաստումները իրենք նայում են, վերանայում են եւ շատ ուրախ եմ նշելու, որ այս ծրագրի կողմից բազմաթիվ անգամներ գնահատանքին կազմակերպել նախորդ ամիս ես այս ծրագրի հյուրն էի, շատ հպարտ էի, որ այդ մեծ դահլիճում շոշափվեց մեր հայրենիները, խոսվեց, քննարկվեց, մեծարեցին դա ուսուցչի տոկնիորներ, մեր երեխաները միայն հայեր չեն։ Գիտեք, շատ դժվար է աշխատել օտար ազգի հետ, դժվար ինձ առումով, այսինքն օտարներ դեր Կալիֆոռնիայում չեն ապրում եւ ուրիշ նահանգներից են եկել այստեղ եւ դու որպես հայ ազգի ներկայացուցիչ ես, այսինքն քեզ տեսնելով իրենք գաղափար են կազմում հայ ազգի մասին եւ դու պիտի կարողանաս ամեն ինչը վեհորեն անել եւ մինչեւ վերջ ավարտին հասցնել։ Ես միշտ ուրախ եմ ամեն անգամ իրենք արտահայտում են իրենց գոհունակությունը, ինչը որ մեզ էլ ավելի է օգնում։ Դուք նաև այս տարիների ընթացքում բացառիկ գործունեություն եք ծավալում, ըստ էության, օրինակ առաջին բուժօգնություն, սա առարկա է, որ դուք դասավանդում եք Կարմիր խաչի կողմից, այսինքն այս նախաձեռնությունը բոլոր մանկապարտեզների, դաստիարակների, տնօրենների համար, այսինքն առաջին բուժօգնություն, այս կարևորագույն դասընթացը հենց ձեր պատասխանատվությունն է, ձեզ են վստահել։ Գիտեք, ես միշտ շատ սիրել եմ դասավանդելը, այո, ես իրականացնում եմ նաև այդ դասընթացներ, այդ ծրագրերը, քանի որ Իլենդեգրում, Նորթ Հոլիվուդում եւ հարակից մյուս քաղաքներում բոլորը գրեթե գիտեն, որ ես այս դասերը կարող եմ գալիս եւ ստանալ այդ վկայականը։ Ես նաեւ շարունակում եմ սովորել իսպաներեն լեզու, քանի որ ես հիմա կարծում եմ, որ 2-3 լեզու իմանալը արդեն քիչ է։
եւ Կալիֆոռնիայի հատկապես շատ կարևոր է նաեւ իմանալ հետաքրքիր է, բայց Մարգարետ նշում են, որ գտել է մարդը ինքը իր մասնագիտությունը կամ երկրորդ ուղղությունը։ Ես հասկանում եմ, որ դուք անընդհատ նշում եք, որ ձեր կրթությունն է ինչ որտեղ այդպես պարտադրում բոլորի հետ կարողանալ այսպես լեզու գտնել, մի ընդհանուր կետ գտնել, որի շուրջ բանակցել, բայց ես հասկանում եմ, որ սա ձեր տեսակից է նաև բնավորությունից։ Դու պետք է ունենաս համբերություն, նպատակասլացություն եւ համառորեն առաջ գնալու ձգտում, այսինքն խոչընդոտները չպետք է քեզ վհատեցնեն, այսինքն դու պիտի կարողանաս ուժ գտնել քո մեջ, առաջ նայելու, առաջ գնալու, ինչը մեզ հաջողվել է։ Կարծում եմ, որ հաջողվել է իսկապես նախ եւ առաջ շատ մեծ այդ սեր է դրված եւ երկրորդ դուք սիրում եք ամեն ինչին այսպես համակողմանի ու հանդարտ, բայց լուրջ հենքով մոտենալ, հա։ Մանկապարտեզը դա միայն երեխային սիրել, հոգատարելը կամ դասավանդելը չէ, մանկապարտեզները Ամերիկայում, այսինքն դու սկսում ես որևէ բիզնես եւ դու պիտի կարողանաս դա հաջողությամբ առաջ տանել, դու պիտի լինես ֆինանսապես կայուն, իսկ մանկապարտեզ բացելու գաղափարը բոլորն են սիրում, բայց ունենալ սեփական տուն, կարողանալ գոյատևել որոշակի ժամանակ, հա, այդպես է, չէ՞, ցանկացած բիզնես, երբ որ սկսում ես, եւ ես առիթից օգտվելով ուզում եմ ասել, որ այս բոլոր տարիների ընթացքում իմ թիկունքին կանգնած է եղել իմ ամուսինը, ինչի եւ շատ շնորհակալ եմ իրեն, իմ երազանքներին ընդառաջելու, սկզբում դա այնքան էլ հեշտ չի եղել, երբ որ դու անծանոթ ես, դու չգիտես դեռ որևէ մեկին, դու հույսը դնում ես քո որակների վրա եւ որոշակի ժամանակ է պահանջվում, մինչև որ երեխաները, մինչև որ ընտանիքները սկսեն վստահել քեզ, իսկ այդ ընթացքում դու պիտի կարողանաս հաջողությամբ պահել քո բիզնեսը, եւ ես շատ ուրախ եմ, որ այն ընտանիքները, ովքեր որ եկան, տեսան մեր մանկապարտեզը, վստահեցին մեզ, եւ ես առիթ էր լինում հետագայում իրենք խոստովանել են, որ բազմաթիվ մանկապարտեզներ են այցելել, բայց ես ասում եի, այ դուք ինչու ընտրեցիք մեր մանկապարտեզը, եւ հետաքրքիր է, որ իրենք նշում էին, որ ձեր մոտեցման ձևն է, որ մենք եկանք ու որոշեցինք մնալ, որովհետեւ երբ որ գնում են մարդիկ տարբեր մանկապարտեզներ, ինչ որ տեղեր լինում էր, որ բավարար ինֆորմացիա չեն տալիս իրենց, եւ ցանկացած ծնող սիրում է գնալ գոհ եւ բավարարված, այսինքն առաջի իսկ պահից այդ վստահությունը պիտի լինի, որ ում եմ հանձնում իմ երեխային եւ մեր ապագա մայրիկներին եւ բոլոր մայրերին կուզենայի խորհուրդ տալ, երբ որ որևէ մանկապարտեզ եք այցելում, առանց ամաչելու, առանց վատը զգալու, լիքը հարցեր մշակեք, մանկապարտեզի բոլոր տարածքում եղեք, նայեք, ուսումնասիրեք, ամոթ չէ, հարցեր տալը ամոթ չէ, մնալ նայելը, երեխային տանել, կարճ ժամանակ խաղալը ամոթ չէ եւ դա շատ ճիշտ բան է։ Ընդհանրապես օտարները դա անում են, մեր հայ ծնողները ավելի կարճ, ավելի սահմանափակ է արվում այս Մարգարիտ, բայց ես գիտեմ, որ ձեզ հետ հանդիպելուց հետո արդեն շատ հարցեր ուղղակի զրուցելուց հետո ինչ-որ բաներ նայելու եւ այլն, ինչ-որ շատ մանր կետերին անդրադառնալու կարիք չի լինում որպես կանոն։ Այո, այդպես է, որովհետեւ ես սիրում եմ ներկայացնել, այսինքն մեր դռները բաց են եւ ոչ միայն ծնողների, նաեւ ցանկացած կազմակերպության ներկայացուցիչ, որը որ գալիս է։ Դուք սիրում եք միշտ ամեն ինչին պատրաստ լինել ու ժպիտով ընդունել նաեւ մարտահրավերները։ Այո, ինձ մոտ շատ լավ ստացվում է նաեւ լավ գործընկերներ գտնելը։ Այն աղջիկները, ովքեր որ աշխատում են ինձ հետ, ես իսկապես շնորհակալ եմ իրենց,
որով շատ-շատերը խոստովանում են, որ այսօր հեշտ չէ լավ մանկավար գտնելը, քանի որ լինում է, որ կրթությունը կա, բայց փորձառությունը չկա, փորձառությունը կա, կրթության պակաս կա, մեզ մոտ այնպես է ստացվել, որ մեր երկու մանկավարժներն էլ շատ լավն են, մեր ծնողները շատ սիրում են, ես ինքը շատ սիրում եմ, մենք հաճույքով ենք միասին աշխատում, այսինքն ինձ համար կարևոր է, համար առաջին պայմանը պիտի սիրեն երեխաներին եւ ես դա տեսնում եմ, ես դա զգում եմ իրենց պահվածքից, երեխաներին խնամելու, իրենց ոճից, իրենց սերը եւ նվիրվածությունը, որ ունեն երեխաների հանդեպ, դա ակնհայտ է, ինչի համար, որ ես շատ շնորհակալ եմ։ Այո, սա հրաշալի մի բան է, բայց սա գալիս է հենց այդ մթնոլորտից, որ դուք ձևավորել եք։ Մարգարետ, դուք երկու հրաշք աղջիկների մայր եք, 15 եւ 14 տարեկան, փաստորեն այս ընթացքում իրենց մեծացնելու հետ զուգահեռ դուք կարողացել եք այս բոլոր հաղթանակները գրանցել, հա։ Ես հասկանում եմ, որ դուք այդ գաղափարախոսության կողմնակից եք, որ եթե կինն ուզում է, ուրեմն անհնարին ոչինչ չկա։ Այո, այդպես է եւ կարծում եմ հայ կինը, հայ մայրը կարողանում է համատեղել եւ ստեղծել լավ ընտանիք եւ հաջողության հասնել սիրած մասնագիտության մեջ կամ բիզնեսում։ Ինձ համար շատ կարևոր է, որ ամեն ինչը լինի իր տեղում։ Ես ճիշտ ժամանակին կարողանում եմ իմ բալիկներին եւ իրենց թանգարաններ տանել, օրինակ, եւ ժամանակ գտնել միասին որևէ տեղ այցելել եւ հասցնել մանկապարտեզի հետ կապված բոլոր գործերը, չէ՞ որ մանկապարտեզը միայն այն 9 ժամը չի, ինչ որ տեսնում ենք, հա, մենք օրվա ընթացքում, նրանից հետո էլ ենք մենք շատ զբաղված։ Լիցքաթափվելու, լիցքավորվելու ինչ որ հատուկ տարբերակներ ունեք, որովհետեւ այս ամեն ինչը անել եւ անել այսքան հետաքրքիր, միշտ խնամված, հաճելի, այսպես ժպիտով, սրա համար էներգիա է պետք ի վերջո։ Գիտեք, Լիլիթ ջան, արդեն նշեցի, որ շատ սիրում եմ իմ մասնագիտությունը։ Այսինքն ես ընտրել եմ այս ճանապարհը, սա այն աշխատանքն է, որին երազել եմ, որ ուզեցել եմ անել, ցանկացել եմ անել։ Եվ տեսակով ես շատ թվում է, թե հանգիստ եմ, բայց ես շատ աստղուց բնավորության տեր, այսինքն մանկապարտեզի աշխատանքը երբեք ինձ չի հոգնեցնում, լիցքաթափվելու համար ես միշտ ընտանիքով կամ բալիկների հետ այցելում ենք տեսարժան վայրեր, Ամերիկայում կան բավականին հետաքրքիր կենտրոններ, գրադարաններ։ Գիտեք, ես այդպես եմ իմ մանկապարտեզից մոռացա նշել, հետաքրքիր տրադիցիա ունենք մեր բալիկներին, մենք տանում ենք գրադարան, այստեղ կա մի հրաշալի գրադարան, շատ գեղեցիկ ավանդույթ է, մեր ծնողները միշտ բանում են, որ երկար տարիներ ապրելով այստեղ իրենք առիթ են ունեցել այցելելու տվյալ գրադարանը, ես չգիտեի մասին, այնտեղ Ռուբեն Հաղվերդյանի երաժշտությունն է միացնում, նկարչության սրահ ունեն, շատ հետաքրքիր է անցնում։ Մենք սիրում ենք ոտքով այցելել մոտակա այգի։ Գիտեք, միգուցե ձեզ համար դա ձեզ ինչ-որ բան չասի, սա Հայաստանը չէ, եւ այստեղ այգիները շատ հեռու են։ Հետաքրքիր է, գիտեք, երեխաները ճիշտ է շատերը մտածեն, որ իրենք են հիմա ինչ պիտի հասկանան, երբ որ ասում են 1950 never again, բայց այսօր ծնողները ունեն բոլոր նկարները, բոլոր վիդեոները իրենք պահում են եւ անշուշտ մի տարի հետո այդ երեխան հասկանալու է, բացատրելու է ծնողը
Եվ թող լինի ինչու ոչ։ Սա ամենաճիշտ, ամենակարևոր բանն է իրականում, որովհետև այստեղ պիտի ներսում արդեն ինչ-որ բան, իսկապես ճիշտ նշեցիք, Մարգարիտ, սերմը պիտի հենց այդ տարիքում, որը հետո հնարավոր է իրականում որովհետև հիշողության մեջ բաներ կան, որոնք հենց այս տարիքում են մնում, գուցե շատ լավ այդ պահին չեն հասկանում, բայց հետո արդեն հետահայաց վերլուծելով հասկանում են, որ կարևոր այդ կետերը հենց այս տարիքում Ես շատ ուրախ եմ, որ ձեր շնորհիվ նաև իսկապես շատ ծնողներ այդ հնարավորությունը ունեն իրենք հանգիստ իրենց աշխատանքով զբաղվելու, իրենց կարևոր գործերը երազանքների ետևից գնալու, որովհետև վստահ են, որ ոչ միայն ապահով ձեռքերում են երեխաները, այլև դաստիարակության հետ կապված, ձևավորման հետ կապված այս մեծ ու կարևոր հիմնական կետերը կարող են իսկապես ձեզ վստահել։ Շատ կարևոր հարց է, որ ծնողները այո վստահում են եւ իրենք գնում են դասեր վերցնելու կամ աշխատանքի, գիտեք, շատ հաճելի է, երբ որ Կալիֆոռնիայում կան այդ հնարավորությունները, պետությունը կարողանում է ֆինանսավորել որոշ ընտանիքների եւ ծնողը կարողանում է նորից կրթվել, նորից առաջ գնալ, ինչը որ ինձ շատ դուր է գալիս։ Եվ երեխաները ապահով ձեռքում են, իրենք հաջողությամբ կարողանում են իրականացնել իրենց նպատակները։ Ինձ իրականում շատ հաճելի էր, ես ուզում եմ, որպեսզի ձեր այս անընդհատ նոր ուղղություն բացահայտելու, անընդհատ մի նոր բան ձեր իմացածին ավելացնելու այս եռանդը միշտ ավելանա, որովհետև դուք այն եզակի մարդկանցից եք, որ չեք խոսում հոգնելու մասին եւ խոսում եք այն մասին, որ միշտ ամեն ինչ կարելի է հասցնել։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի հետևորդներ, գիտեք, լինում են հանդիպումներ, երբ դու հասկանում ես, որ մարդը իրականում այնքան է կարևորում ու սիրում են ասպարեզ այն գործը, ինչով զբաղվում է, որ չի նկատում եւ չի շեշտադրում դժվարությունները, այսինքն հաճելի վրա շատ ավելի մեծ շեշտադրում է անում, քան բարդությունների։ Պատասխանատվության մեծ չափաբաժին պարունակող այս ասպարեզը երեխաների հետ աշխատանքի գումարվում է նաև ունեցած հմտություններին, մարդկային տեսակին, ամեն ինչ հաղթահարելու կարողության առումով եւ իհարկե մասնագիտական հմտություններին։ Megis Child Care-ը այս առումով տարբեր է, որովհետև այստեղ կարողանում են տարբեր ազգերի երեխաներ միմյանց հետ հաղորդակցվել, պահելով իրենց անհատականությունը, պահելով իրենց պատմությունը եւ կարողանալով նաեւ հարգել ու ընդունել դիմացինի հիշողությունը, պատմությունը, ավանդույթները, սովորույթները։ Գիտեք, տպավորություն է, որ սրանք շատ գեղեցիկ է եւ այսպես պիտի լինի, սրանք ինչ-որ կանոններ են, որով ապրում է քաղաքակիրթ աշխարհը, բայց մեր ժամանակներում իրականում սա բարդ է իրականացնել։ Այսօր զրուցում էինք Elroom-ում Megis Child Care-ի հիմնադիր տնօրեն, մանկավարժ, միջազգայնագետ Մարգարիտ Զաքևոսյանի հետ։ Իսկապես դիվանագետի մասնագիտությունը որոշակի հմտություններ ենթադրում է։ Կնոջ տեսակը, որ ամեն ինչ հաղթահարելի է, սա ավելանում է նաև մասնագիտությանը, երեխաների հետ աշխատելու սիրուն ու ծնվում է հետաքրքիր ու մեծ մի գաղափար, մի անկյուն, մի կենտրոն ասեմ, որտեղից դուրս են գալու երեխաներ, ովքեր կարող են իրականում դիմացինին ընդունել այնպես ինչպես կա եւ իրենք իրենց տեսակով միշտ լինեն հաղթող, կարողանան դժվարություններին նայեն որպես խնդիրներ, որպես փոքր խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարել եւ երբեք չմտածել, որ ինչ որ մի պահ, ինչ որ մի տեղ կարելի է հանձնվել։ Գիտեք, մեր ժամանակներում ասում են, որ մեծ հնարավորությունների ժամանակներ են եւ նահանգներն են հնարավորությունների երկիր, բայց որpիսի այդ հնարավորությունների երկրի բոլոր առավելություններից օգտվես, դու պիտի կարողանաս վստահ լինել, որ ամենակարևորը քո երեխան ապահով ձեռքերում է։ Այս հասցեն հենց նրանց համար է, ովքեր ուզում են այս վստահությունն ունենալ ու գնալ աշխարհը նվաճելու։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։